Սիրելի քաղաքացիներ, որևէ ողջամիտ մտածող մարդ երբեք չի կարող ասել եւ չի էլ մտածի, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումը բացասական երևույթ է։ Որևէ ողջամիտ մտածող մարդ։ Եվ երբ որ այստեղ խոսում ենք ապահովագրական համակարգի ներդրման բացերի մասին, դա լրիվ ուրիշ խնդիր է։ Ապահովագրության համակարգի իրականացնողը բժիշկն է, բուժ անձնակազմը, եւ մեր բարձրացրած բոլոր հարցերը հենց այդ հարցերին են վերաբերվում, որ այո, պետք է լսել բժիշկներին, այդ համակարգը իրականացնող բժիշկներին, լսել նրանց վերհանած խնդիրները, լսել նրանց առաջարկված մոտեցումները եւ լուծումներ փնտրել այդ հարցերի վերաբերյալ։ Եվ մենք խոսում ու խոսելու ենք այդ հարցերի մասին։ Եվ ոչ թե համակարգը լավ է կարել ներդրել եք, ընդլայնումը լավ է թե չէ, դա լրիվ նորմալ մտածողություն ունեցող մարդու համար անհասկանալի է խոսել բացասականի մասին։ Իսկ ինչ մնում է բժիշկների վերահանված խնդիրների, բժիշկների ըստ արժանվույն չվարձատրվելու մասին, սրա մասին են մեր այցելությունները։ Եւ դա իրոք կա։ Ապացույց, որ դուք չեք ուզում լսել, աշխատանքային քննարկում առաջարկեցին, չարեցիք, մենք մեր խմբակցությունը կազմակերպեց առաջարկություն բժիշկների հետ հանդիպում այդ հարցը քննարկելու, դուք մերժեցիք, չեկաք, չմասնակցեցիք։ Հիմա արդեն հանձնաժողովը կազմակերպում են նորից քննարկում խմբակցությունների падգամավորների եւ նախարարի, միգուցե նախարարության աշխատակազմի հետ, եւ նորից առաջարկել եմ ես, որ եկեք կանչենք նաեւ մասնագետներին, փորձագետներին, որոնք այդ խնդիրների մասին պետք է բարձրաձայնեն, միգուցե այդ խնդիրները նրանք բարձրաձայնեն եւ մենք հասկանանք, որ այդ խնդիրները իսկապես արդեն լուծված են։ Այդ խնդիրները աղմկոտ են իրականությանը, բայց պետք է լսել այդ բժիշկներին, պետք է նրանց վերհանած խնդիրներին բանի տեղ դնել։ Մեր բարձրացած հիմնահարցերը դրա մասին են, պարոն Օհանյան, եւ ես իսկապես առաջարկում եմ քննարկումներին հրավիրել նաեւ փորձագետներին, մասնագետներին, որոնք անմիջապես իրականացնում են այդ գործառույթը եւ նրանց չանտեսել։ Ժամանակը ավարտվել է։